Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը։ Հատուկ ուշադրություն է դարձվել հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ծախսային առաջնահերթություններին և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման քայլերին։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս։ Գործադիրը հավանություն է տվել պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի, ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքի ընդունմամբ կխթանվի տեղական արտադրության զարգացումը, կապահովվի ներմուծման փոխարինում և հավասար մրցակցային պայմաններ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վաշինգտոնում հայտարարել են նոր առևտրային համաձայնագրի մասին։ Ըստ այդմ Միացյալ Նահանգները կրճատում է բրիտանական ավտոմեքենաների վրա մաքսատուրքը 27.5%-ից մինչև 10% տարեկան մինչև 100,000 մեքենայի համար։ Բրիտանական պողպատի և ալյումինի վրա Միացյալ Նահանգների մաքսատուրքը ևս վերացվում է։ Բրիտանիան էլ իր հերթին վերացնում է Միացյալ Նահանգներից ներմուծվող էթանոլի վրա մաքսատուրքը և սահմանում է 13,000 մետրիկ տոննա ամերիկյան տավարի մսի առանց մաքսատուրքի քվոտա։ Բրիտանական ավիաընկերությունը նախատեսում է գնել $10 միլիարդ արժողությամբ Boeing ինքնաթիռներ, իսկ Rolls-Royce-ի շարժիչները կազատվեն մաքսատուրքից։ Եվրոպայի և Ռուսաստանի միջև էներգետիկ հարաբերությունների լարվածության պայմաններում Վաշինգտոնի և Մոսկվայի պաշտոնյաները բանակցություններ են վարել Միացյալ Նահանգներին ու մայրցամաքին ռուսական գազի վաճառքը վերսկսելուն նպաստելու համար, հաղորդում է Reuters-ը։ Նշենք, որ Եվրոպան կրճատել է ռուսական գազի ներմուծումը 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր, ինչի հետևանքով ռուսական արտահանող Գազպրոմը արդեն հաջորդ տարի $7 միլիարդ վնաս կկրի։ Իրանը չեղարկել է երկրում մրցակիցներ ունեցող օտարերկրյա ապրանքների ներմուծման հնգամյա արգելքը։ Բիզնեսներին թույլ տալով վերսկսել այնպիսի ապրանքի ներմուծումը, ինչպիսին կենցաղային տեխնիկան է։ Հրամանը հրապարակվել է Իրանում տարածված այն հայտարարությունների ֆոնին, որ կենցաղային տեխնիկայի նման ապրանքների ներմուծման արգելքը հանգեցրել է տեղական արտադրողների մենաշնորհի, ինչը սպառողներին ստիպել է չափազանց բարձր գին վճարել ցածրորակ ապրանքների համար։ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Դիվանագետը նշել է, որ դա սխալ որոշում է, միաժամանակ ընդգծելով, որ հնդկական կողմը պետք է նախաձեռնություն ցուցաբերի տարածաշրջանում առաջացած լարվածությունը կարգավորելու համար։ Արցախյան ազատամարտի տարիներից մինչև 2005 թվականը անհայտ կորածների թիվը 1160-ն էր։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո անհայտ է ևս 195 մարդու գտնվելու վայրը։ Արդարադատության նախարարությունը անցած մայիսին ստանձնեց օրենքի մշակման պարտականությունը, որի նախագիծն այսօր արդեն դնում է սեղանին, հստակ ամրագրելով անհայտ կորածի կարգավիճակը ու թե ինչ իրավունքներ ունեն նրա հարազատները։ Շատ ծնողներ համաձայն չեն ՏՆԹ փորձաքննությունների արդյունքների հետ, ներկայում էլ առկա են բազմաթիվ մարմիններ, մասունքներ եւ ընտանիքները ուղղակի հրաժարվում են վերցնել եւ հուղարկավորել, քանի որ համաձայն չեն ՏՆԹ պատասխանների հետ, ընդ որում ընտանիքները նաեւ ունեն իրենց հիմնավորումները։
Սա ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պաշտոնյայի ամենագլխավոր խնդիրն է, որին այսօր բախվում են անհայտ կորած անձանց հարազատները, հետո այն, որ նրանց մի գերատեսչությունից մյուսն են ուղարկում հարցերի պատասխան գտնելու համար, հատկապես, որ իրենց ուզածն առաջնահերթ հենց տեղեկությունն է, նորությունը, որ անընդհատ ակնկալում են ստանալ պետգերատեսչություններից։ Օրենքի նախագծով լիազոր մարմին է որոշվել ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի բոլոր հարցերով, ԴՆԹ հետազոտությունից մինչև սոցիալ-հոգեբանական ու իրավական խնդիրներ։ Նախկինում ներգրաված լինելով անհրաժեշտություն կա նույն մարմնի կողմից ապահովել արդեն իսկ նախաձեռնված աշխատանքների շարունակականությունը, այսինքն այնպես չլինի, որ մի process-ում մարմինը ներգրաված լինի, հետո կեսից վերցնենք տանք ուրիշին եւ արդեն նախաձեռնված գործընթացի, այսպես ասած, փոխանցում լինի այլ սուբյեկտի։ Այսինքն մի շարք հանգամանքներ հաշվի են առնվել լիազոր մարմին ընտրելիս։ Թեպետ քաղաքացիակությունը մեծ քայլ է համարում այն, որ մեր երկիրը վերջապես օրենսդրական ամրագրում է ունենալու, այնուամենայնիվ գոնե ազգային անվտանգության ծառայությանը լիազոր մարմին նշանակելու հարցում տարաձայնություն ունի։ Չեն պատկերացնում, թե այդ հարցերն ինչպես են կարգավորելու, մասնավորապես օրինակ սոցիալ-հոգեբանական աջակցությունը, այստեղ մտավախություններ մի պիցել ունեն։ Անհրաժեշտ է ոչ միայն օրենսդրորեն կարգավորել այս հարցը, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ հոգեբանների աշխատանք այս ոլորտում։ Եվ այս մասով ես կդժվարանամ պատասխանել, արդյոք ունենք ոլորտային պրոֆեսիոնալ այնպիսի հոգեբաններ, որ կկարողանան աշխատել անհետ կորածների ընտանիքների հետ։ Օրենքն առաջիկայում կհասնի վարչապետի աշխատակազմ, այստեղից էլ եզրակացությունները կտան, կուղարկվի խորհրդարան, դրանից հետո էլ քաղաքացիակությունը վստահ է։ Մյուս օրենքներում է պետք փոփոխություններ անել, սկզբունքային հարցեր կան։ Ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է ավելի քան 1 միլիոն լիտր գինի, որից 225,400 լիտրը փրփրուն շամպայն տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 36,3%, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 23,3%-ով։